Բարև ձեզ։ Նախ Ադրբեջանը դիմեց Արցախի դեմ պատերազմում իրեն հաղթանակ ապահովված Իսրայելին, չռմբակոծել Իրանի ադրբեջանաբնակ բնակավայրերը։ Հետո եկավ տեղեկությունը, որ Իսրայելի օդուժը ռմբահարել է գերազանցապես ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլը, որ գտնվում է Իրան-Ադրբեջան սահմանին։ Դժվար կլինի ստուգել, ինչ գիտի Իրանը իր դեմ բացված ճակատի մասնակիցների մասին, բայց կոչ է անում սահմանակից երկրներին կանխարգելել Իսրայելի կողմից իրենց տարածքներն օգտագործելու փորձերը։ Ուրեմն ինչ-որ բան արդեն գիտի, ել չեմ ասում հաջող կասկածանքը, որ 2020-ին Արցախը պայթեցնող իսրայելական դրոնները փորձարկում էին նաև Իրան ուղարկելու համար։ Հիմա պարզ է, թե ինչու է Իրանին շրջապատող երկրներից միայն Ադրբեջանն արդարանում, թե իր տարածքը չի օգտագործվում Իրանի դեմ։ Հապշեցնողը մեկ այլ բան է։ Իրանի դեմ ադրբեջանական խաղակարտը բացահայտում են ոչ թե Իրանում, այլ Բաքվի պահապան Թուրքիայում, որի ղեկավարը Իսրայելի կառավարչին Հիտլեր է անվանում։ Թուրքական մամուլն ու քաղաքական էլիտան ինչ է, չգիտեն, թե ուր է տանում կրտսեր եղբոր Հիտլերին ծառայելը։ Խաղում են միգուցե, բայց խնդիրը միայն դիվանագիտական աճպարարությունը չէ շրջապատող գեհենում չհայտնվելու համար։ Կգա մի պահ, երբ Էրդողանին այլևս անհնար կլինի պահել Բաքվի դեմքը մահմեդական աշխարհում, որտեղ անձերին դատում են մեր պատկերացումներում չգրված օրենքներով։ Իսկ մինչ այդ տպավորիչն այն է, որ Սյունիքի երկինքը դարձել է միջազգային օդային մայրուղի առանց դավանանքի Եվրոպայից Ասիա եւ հակառակը։ Հաջողություն։